Հեռահար փոխհրաձգություն է սկսվել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միջև։ Իր երկրում բալիստիկ 2 հրթիռների հարված ստացած Էրդողանը Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է ոչ միայն Իրանին թիրախավորելու, այլև ըստ Էրդողանի աստիճանաբար Լիբանանը օկուպացնելու ծրագրեր իրականացնելու մեջ։ Ծանր սրտով հարցնում եմ, ինչով են Սպահանում եւ Թեհրանում թափված արցունքները տարբերվում Էրբիլում, Բաղդադում, Բեյրութում կամ Ռիադում թափված արցունքներից։ Չնայած այս պատերազմը Իսրայելի պատերազմն է, դրա ծանր գինը նախ վճարում են մահմեդականները, ամբողջ մարդկությունը։ Իսրայելի հանդեպ սուր քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը։ Սուլեյման Սոյլուն խիստ նախազգուշացրել է Իսրայելին, հայտնելով, թե Թուրքիա եւ Իսրայելի աշխարհագրորեն մոտ լինելը հնարավոր հակամարտության դեպքում թուրքական զինված ուժերին հնարավորություն կտա Թուրքիայի հաթայից ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հասնել Իսրայել։ Անհրաժեշտության դեպքում մենք կկորցնենք 300-ից 400 հազար մարդ, բայց Իսրայելը որպես պետություն այլևս գոյություն չի ունենա։